Գյուրջան Կասկադ, ցանկացած համեմատություն մեր օգտին է։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի հետ։ Անդրադարձ է կատարվել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը եւ տարածաշրջանային կայունությանը վերաբերող հարցերի։ Բաքվի ռազմական դատարանում նախատեսված է Ռուբեն Վարդանյանի գործով հերթական լսումները։ Վարդանյանը փետրվարի 18-ին հացադուլ է հայտարարել Ինոշան կեղծ դատավարության դեմ բողոքի։ Արդեն 22-րդ օրն է նա գտնվում է հացադուլի մեջ։ Հայտնի չէ նիստում Ռուբեն Վարդանյանը ինչ առողջական վիճակ է ունեցել։ 25 հայտնի կին խնդրանքով դիմել են վեհափառին, նշելով. ամենայն հայոց կաթողիկոսի հայրական հորդորով դիմել Ռուբեն Վարդանյանին դադարեցնելու մահագույժ հացադուլը, որն արդեն ունեցել է որոշակի քաղաքական ազդեցություն։ Ժամն է անցնելու պայքարի այլ ձևերի, մեր հայրենակիցներից յուրաքանչյուր կյանքն ու առողջությունը թանկ են բոլորիս համար։ Համոզված ենք ձեր ազդու հավասարակշիռ խոսքին եւ իմաստուն հորդորին, աղոթքի զորությանը սպասում են Ռուբեն Վարդանյանն ու ողջայությունը, որպես Աստուծո լույսի ուղենիշ։ Ադրբեջանում գտնվող հայերի խոշտանգման մասին տեղեկությունների տարածումից հետո ու հայկական ընդվզմանը զուգահեռ Բաքվից տարածեցին լուրերը, թե Կարմիր խաչի միջազգային կոմիտեն փակելու մտքեր ունեն։ Թեև Ադրբեջանից պաշտոնական մակարդակով հրապարակումներ չկային, բայց հենց ադրբեջանական լրատվամիջոցին պատասխանեցին միջազգային կառույցից։ Աուրելի Լաշանն էր լուրը հաստատել։ Սա մեր կոնֆիդենցիալ եւ երկկողմ երկխոսության մի մասն է, հավելել էր կոմիտեի ներկայացուցիչը։ Որոշումը դե ֆակտո երկրի իրավունքների տիրույթում է, ասում է իրավաբանը Նյուրնբերգի սկզբունքների միջազգային ակադեմիայից թվում է անօրինական ոչինչ չկա, բայց ինչու հենց այս փուլում այդպես որոշեցին։ Քանի որ ադրբեջանական կողմը դիտարկում է, որ Արցախյան հարցը որպես այդպեսին լուծված է իրենց դիտանկյունից, իրանք դիտարկում են, որ Կարմիր խաչի ներկայությունը այնտեղ որպես այդպեսին այլևս սպառված է իրենց մանդատը։ Բայց այդտեղ հարցը նրանում է, որ իրենց նպատակը ոչ թե մանդատը սպառված համարելն է, այլ ուղղակի այդ վերջին կապը, որը ստեղծված է Կարմիր խաչի ու գերիների միջև ու հարազատների միջև, այսինքն այդ կապող կամուրջն է հանդիսանում, բնականաբար փորձում են այդ վերջին օղակը նույնպես, այսպես ասած, վերացնել հաշվի առնելով, որ շատ դեպքերում ինֆորմացիայի արտահոսք է լինում։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն ոչ ֆորմալ առումով անկողմնակալ, չեզոք եւ անկախ կազմակերպություն է պատերազմից եւ ներքին ընդհարումներից տուժածներին օգնելու եւ նրանց կյանքի ու արժանապատվությունը պաշտպանելու առաքելություն ունի։ Անկախ է տեսածն ու լսածը չեն հրապարակում ներքին զեկույցներից։ Միակ միջազգային կառույցն է, որի աշխատակիցներն այցելում են Ադրբեջանում ապօրինի պահվող հայերին, նաեւ կապ ապահովում նրանց ընտանիքների հետ։ Եթե կառույցը Բաքվում չգործի, ըստ իրավաբանների, կապի եռանկյունին կքանդվի եւ ավտորիտար ռեժիմը կկոշտացնի քայլերը գերեվարված անձանց նկատմամբ։ Խնդիրն ելնելու, որ վերահսկողությունը ինֆորմացիայի փոխանակման գերիների հարազատների միջև ավելի խիստ վերահսկողության տակ է գտնվելու եւ շատ դեպքերում մենք չենք իմանալու ճշմարտությունը կամ այն ինֆորմացիան, ինչ որ մինչ օրս ստացել ենք, այդ ինֆորմացիան տանապես չենք իմանա ստանալու այլևս։ Առանց իրենց բնականաբար այդ վերահսկողության մեխանիզմները արդեն ուղղակի ինքնելու են Ադրբեջանի ձեռքի տակ։ Ադրբեջանը արտաքին աշխարհից մեկուսանում է ամբողջապես Ալիևը, ոչ միայն ներս չի թողնում որևէ միջազգային իրավաբանի, իրավապաշտպան կառույցի դիտորդի, այլ նաև լայն բացում է դռները ու առաջարկում հեռանալ նրանց, որ ընդամենը հումանիտար գործառույթ ունեն, առանց ճնշման եւ հրապարակման որևէ գործիքի։ Այսպիսով, ինչ պլաններ ունի բռնապետը, որոնց խանգարում է միջազգային դիտորդները, հայտնի չէ։ Իրավաբանները միայն նշում են այս ամենի հետ պայքարելու միակ մեխանիզմը հարցը միջազգային ատյաններում անընդհատ բարձրաձայնելն է, որովհետև այլ հնարավորություն այդ դեպքում չունենք, թեև հավելում են միջազգային իրավունքը մեր օրերի աշխարհում իր լավագույն ժամանակները չի ապրում։ Վրաստանն աջակցում է խաղաղությանն ու կայունությանը Հարավային Կովկասում եւ պատրաստ է շարունակել ներդրում ունենալ այս գործընթացում։ Այս մասին Սպուտնիկ գործակալության վրացական ծառայության փոխանցմամբ ասել է նախագահ Միխայիլ Կավելաշվիլին Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Սահիբա Գաֆարովայի հետ հանդիպմանը։ Նրանք նաեւ քննարկել են երկու երկրների միջև պատմականորեն ամուր բարեկամական հարաբերությունները եւ ռազմավարական գործընկերության հիմնական ուղղությունները, ինչպես նաեւ Թուրքիայի հետ եռակողմ համագործակցության հարցեր։ Հալեպի նահանգային իշխանությունները այցելել են Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսություն եւ հյուպատոս Ավետիսյանին փոխանցել, որ Սիրիայի հայ քաղաքացիների եւ Հայաստանի հանդեպ ունեն մեծ ակնածանք եւ այդ վերաբերունքը շարունակական է լինելու։ Հայաստանի գլխավոր հյուպատոսը նշել է, որ հայ եւ սիրիացի ժողովուրդների միջև ջերմ հարաբերությունները բարեկամության դասական օրինակ կարող են ծառայել եւ օգտակար լինել վերականգնելու հանդուրժողականությունը, փարատելու ազգամիչյան թշնամանքը։ Հայաստանի գլխավոր հյուպատոսը ասել է, որ Հայաստանը միշտ էլ պատրաստ է գործակցելու Սիրիայի բարեկամ ժողովրդի կողմից ընտրված իշխանությունների հետ։
Ժողովրդավարությունը Հայաստանում հետընթաց է ապրում։ Երկրորդ տարին անընդմեջ այս գնահատականն է բրիտանական հեղինակավոր Economist Intelligence Unit-ը տալիս մեր երկրին։ The Democracy Index-ի վերջին զեկույցում հայկական դեմոկրատիայի համաթիվը 5.35 է 2022-ի ցուցանիշի համեմատ մոտ 5% պակաս։ Ընտրական պրոցեսներ ու բազմակարծություն, կառավարության գործունեություն, քաղաքական մասնակցություն եւ մշակույթ, քաղաքացիական ազատություններ։ Այս 5 բաղադրիչներն են գնահատում միջազգային մասնագետներն ու ընդհանրական կարծիք հայտնում։ Ամենացածրը մեր երկրի քաղաքական մշակույթին են գնահատական տվել։ Ժողովրդավարություն չի հաստատվում միայն ընտրական արդար եւ թափանցիկ մասնակցային ընտրական process-ով։ Նման process-ով հիմք է դրվում, սկիզբն է դրվում ժողովրդավարության։ Հետագայում որպեսզի ժողովրդավարությունը հաստատվի, ամուր լինի եւ ծառայի այն բոլոր նպատակներին, որը ըստ էության իր արժեք դնում է, շատ ավելի մեծ պահանջներ կան, որը օրինակ վերաբերում են նույն օրինակ քաղաքացիական իրավունքների եւ ազատությունների պաշտպանության։ Այստեղ իրավական հարցերի փորձագետը բացասական իմաստով նշում է ընդհանուր տենդենսներ կան, ընդ որում նույնիսկ մինչև 2018 թվականի քաղաքական փոփոխություններին բնորոշ։ Հավելում է, ավելին տեսնում ենք նաև անպատժելիություն։ Մասնագետն օրինակ է բերում հավաքների ազատության իրավունքի խախտումներն ու ոստիկանական բռնությունները։ Ես սրան կարող եմ գումարել նաև բավականին վտանգավոր եւ խնդրահարույց մի տենդենս, որին մենք ականատես ենք լինում վերջին շրջանում, դա խոսքի ազատությունն է եւ բնականաբար այս ամենը չի կարող չազդել այս ընդհանուր դիրքի եւ process-ների վրա, ինչի պատճառով Հայաստանը հայտնվել է վտանգավոր վիճակում։ Հայաստանի պարագայում ավտորիտար երկիր դառնալու հակումն ըստ մասնագետների մեծ է, նշում են հատկապես հիմա, երբ ժողովրդավարական բարեփոխումները լճացած են, դոփում են տեղում։ Ուսումնասիրելով Հայաստանի այսպես ամբողջ հետընթացը կամ ժամանակագրությունը, հիմնականում Հայաստանը չի զարգանում կամ առաջխաղացում, թույլ առաջխաղացում է ունենում դատական համակարգին եւ հակակոռուպցիոն բարեփոխումներին վերաբերող ոլորտներում։ Ինչպիսին է կառավարության արձագանքը, մասնագետն օրինակ է բերում նախորդ տարի Բաղրամյան պողոտայում ցուցարարների ու ոստիկանության միջև տեղի ունեցած բախումը։ Հայաստան պետության վարչապետի եւ ազգային ժողովի խոսնակի կողմից, եթե չեմ սխալվում, ուղղակիորեն զուգահեռ process-ում ինչ էր կատարվում Բաղրամյան փողոցում, Բաղրամյան պողոտայում եւ ինչպես արդարացվեց, դեռ քննություն չիրականացված, դեռ չսկսված, դեռ համաչափություն չուսումնասիրված, կարևորագույն օղակների կողմից կարծես թե թույլտվություն տրվեց, որ ոստիկանությունը նմանատիպ վարքագիծ շարունակի։ Այս օրինակ զեկույցներն ազդեցություն ունենում են իշխանությունների վարքագծի փոփոխման հարցում։ Մասնագետները հիշեցնում են Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության տարբեր զեկույցների պատմությունը։ Երբ մի դեպքում առաջընթաց կար, պարբերաբար դրան հողում անում էին իշխանությունից, սակայն մյուս դեպքում, երբ ճիշտ հակառակ իրավիճակներ, հետընթաց կար, իշխանական պատգամավորներից մեկն արձագանքել էր. նրանք չէ, որ մեզ պիտի գնահատեն։ Ուկրաինան դժվար թե վերադարձնի 2014 թվականից ի վեր Ռուսաստանի գրաված ամբողջ տարածքը։ Նման կարծիք է հայտնել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, ընդգծելով, որ Ռուսաստանը եւ Ուկրաինան երկուսն էլ ստիպված կլինեն դժվար բաներ անել հակամարտությունը դադարեցնելու համար։ Պետք է ուժեղ զգացողություն լինի, որ Ուկրաինան պատրաստ է դժվար բաներ անել, ինչպես ռուսները։ Պետք է դժվար բաներ անեն այս հակամարտությունը դադարեցնելու համար, ասել է պետքարտուղարը։ Նրա խոսքով երկու երկրներն էլ պետք է հասկանան, որ հակամարտությունը رزمکان لزوم چونی. آغاز حرکت مجدد قطار تهرانوان پس از 5 سال وقفه. قطار مسافربری تهرانوان پس از 5 سال وقفه دیروز به طور رسمی آغاز به کار کرد. وزیر حمل و نقل و زیرساخت ترکیه این اقدام را گامی مهم در تقویت همکاری‌های اقتصادی و فرهنگی میان دو کشور برشمرد. Ոչ համապատասխան վայրում առևտրային գործունեություն իրականացնելու համար կազմվել է արձանագրություն, որից հետո կատարվել է ապրանքի առգրավում։ Անառողջ միջավայրում սննդամթերքի իրացման գործընթացը առաջին հերթին վտանգում է այն քաղաքացիների առողջությունը, ովքեր գնում են տվյալ ապրանքը։ Ուստի Երևանի քաղաքապետարանը հորդորում է փողոցային առևտրով զբաղվողներին զերծ մնալ իրենց ապրանքը բացօթյա պայմաններում իրացնելուց։
Քաղաքի համար 1 արտադրական փողոցը Արինբերդը խայտառակ փոշի է ամբողջը քանդված։ Այս մասին բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասել են ակցիայի մասնակից քաղաքացիները։ Նշենք, որ մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացրել Արինբերդ փողոցի անբարեկարգ վիճակի համար։ Նրանք նշում են, որ բազմաթիվ գործարաններ կան, 100-ից ավելի տնտեսվարողներ կան փողոցում եւ նույնիսկ մաքսատունն է այնտեղ։ Դրսից եկող մեքենաները պարսկական, ռուսական բեռնատարները գալիս են այստեղ։ Այս ճանապարհը մեր դեմքն է։ Մենք մեր դեմքն ենք ցույց տալիս, նշել են քաղաքացիները։ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը Գառնուտաճարի բաղնիքի վերականգնման նպատակով համագործակցում են Իտալիայի առաջատար վերականգնող մասնագետների հետ, հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից։ Նախագծի շրջանակում նշյալ ինստիտուտի մասնագետները 2024 թվականին տեղում իրականացրել են չափագրման աշխատանքներ, իսկ 2025 թվականի ապրիլ-մայիս ամիսներին պլանավորված է մասնագետների այց Հայաստան, աշխատանքները շարունակելու եւ փորձանմուշները վերցնելու նպատակով։ Խճանկարի վերականգնման եւ ծածկի փոխարինման աշխատանքները կմեկնարկեն 2025 թվականին։ Սիրտանոթային հիվանդություններ, քաղցկեղ, դիաբետ եւ տրավմաներ։ Մեր երկրում առողջության հետ կապված հենց այս խնդիրներն են ամենաշատը հանդիպում, հետեւաբար դրանց հետ կապված ծախսերն էլ կփակի ապահովագրությունը։ Նախարար Ավանեսյանն է Facebook-ում անմիջական ուղիղ ձևաչափով սկսել պատմել, թե ինչ փաթեթ է գերատեսչությունն առաջարկում այս ծրագրի համար։ Ապահովագրությունները ընդհանրապես ամեն ինչ չեն փակում եւ ամեն դեպքերը չեն ներառում։ Եվ մենք էլ փորձել ենք ունենալ կոնկրետ փաթեթ, որտեղ ներառված են ծառայությունների ցանկերը։ Եվ ամեն քաղաքացի հստակ կարող է տեսնել, ի վերջո, ինչի համար է վճարում եւ ինչ ծառայություններ է ստանում։ Ապահովագրությունը հստակ նկարագրություն ունի, ինչն էլ այս փաթեթի առանձնահատկությունն է։ Դրանով կտարբերվի պետական պատվերից, ըստ նախարարի։ Պետական պատվերը այսօր հատվածական լուծումներ է բերում մեր համակարգում։ Ապահովագրական փաթեթը ունի ճիշտ նկարագրություն, ինչպես կանխարգելել, վաղ հայտնաբերել, բուժել եւ վերականգնել։ Սա շատ կարևոր ընթացք է, որը մենք պետք է ապահովենք եւ սրա արդյունքում է, որ ունենալու ենք ավելի լավ արդյունքներ առողջապահության համակարգում։ Պետպատվերի հետ համեմատ ոչ մի տարբերություն էլ չկա, առողջապահության փորձագետի դիտարկումն է, ասում է ներկայացված փաթեթը ավելի շուտ խառնաշփոթ է հիշեցնում։ Պետպատվերը անունը փոխում են, դնում ենք առողջապահական ապահովագրություն առանց բարեփոխումների, առանց ճանաչելու, գնահատելու առողջապահական ռեսուրսները, տարողունակությունն ու թողունակությունը առողջապահական հիմնարկների։ Ապահովագրությունը վերջացել է, մասնագետն ասում է, սահմանափակ բյուջեի հիմնավորմամբ այս հայտնի թեզը քաղաքացիները միևնույն է, էլի լսելու են։ Պետք է նախագիծը շատ մանրամասն, շատ պրոֆեսիոնալների միջոցով լրամշակվի, նոր ընդունվի, որովհետև այն ինչը որ այսօր դրված է, դա մեղմացած ավելի կբարձրացնի առողջապահական վիճակը։ Համընդհանուր ապահովագրության այս փաթեթը, հիշեցնեմ, դեռ 2023 թվականից պետք է մեկնարկած լիներ փուլային տարբերակով, մինչև 2027 թվականը մեր երկրի բնակչությունը գրեթե ամբողջությամբ պետք է ունենար այն, սակայն տարբեր պատճառաբանություններով դրա ներդրումը մինչև օրս ձգձգվում է։ Ֆինանսների նախարարության հիշատակած վերջին պատճառը փող չունենալու մասին էր։ Ցածր ֆիզիկական ակտիվություն, սխալ սննդակարգ ու նաև ծխելու սովորություն։ Կոլորեկտալ, այսինքն հաստ եւ ուղիղ աղու քաղցկեղին նպաստող ռիսկի գործոններն են։ Չարորակ ուռուցքային հիվանդությունների շարքում քաղցկեղի այս տեսակը տարածվածությամբ 3-րդ տեղում է, զիջելով միայն կանանց դեպքում կրծքագեղձի տղամարդկանց պարագայում թոքի քաղցկեղին։ Մահացության ցուցանիշով հիվանդության այս տեսակը 2-րդ տեղում է։ Մեր երկրի տվյալները կոլորեկտալ քաղցկեղի հետ կապված համատելի են զարգացող երկրների տվյալների հետ, սակայն ցավոք սրտի պետք է նշել, որ բավականին հաճախ հիվանդությունը հայտնաբերվում է արդեն իսկ բարդացած փուլերում, երբ որ լինում է ուռուցքի կամ տեղային տարածում, կամ հեռակա մետաստազներ, եւ դա բարդացնում է ինչպես վիրահատական միջամտությունները, որոշ դեպքերում նախավիրահատական բուժումները, քիմիա եւ ռադիոթերապիան, ճառագայթային թերապիան, ինչպես նաեւ երկարացնում է մահճակալային օրերը,
ավելացնում է բարդությունների քանակը։ Կանանց հետ համեմատ հաստ եւ ուղիղ աղու քաղցկեղը տղամարդկանց մոտ փոքրինչ ավելի հաճախ է հանդիպում, սակայն տարբերությունը չնչին է։ Արդեն տարիքային բաշխվածությամբ բժշկի տեղեկացմամբ գրեթե 90% ախտորոշումները 50-ից բարձր տարիքային խմբում են, թեպետ հիմա նաեւ հիվանդության կտրուկ երիտասարդացում են նկատում։ Ճիշտ է, դա չարորակ ուռուցք է, բայց բուժման բավականին լավ է ենթարկվում։ Ներկայումս վիրահատության լապարասկոպիկ եղանակի կիրառումը չի վիճարկվում կոլորեկտալ քաղցկեղի ժամանակ եւ կատարվում է լապարասկոպիկ մասնահատումներ, սակայն իհարկե որոշ բարդացած դեպքերում դեռևս ակտուալ է մնում կտրվածքով վիրահատությունների իրականացումը, դա հատկապես վերաբերվում է տեղային տարածված պրոցեսների դեպքում, երբ որ կա ուռուցքի ներաճ շրջակա օրգաններ եւ հյուսվածքներ եւ անհրաժեշտ է լինում դրանց մասնահատումների, իսկ մի շարք դեպքերում կան լինում են նաեւ հեռակա մետաստազներ եւ անհրաժեշտություն է առաջանում նաեւ դրանց հեռացման։ Կոլորեկտալ քաղցկեղի նշաններն են իդեպ կախված դրա տեղակայումից եւ տարածվածությունից։ Դասական ախտանշանները հարաճող փորկապությունը, ախորժակի եւ քաշի կորուստը, սրտխառնոցն ու փսխումը, սակայն շուրջ 50%-ի դեպքերում կլինիկական որևէ ախտանիշ չի լինում։ Ես խորհուրդ եմ տալիս ժամանակին դիմել հիվանդանոց եւ փոքր նույնիսկ կասկածների դեպքում կատարել կոլոնոսկոպիկ հետազոտություն։ Կոլոնոսկոպիկ հետազոտությունը դա այն ախտորոշումն է եւ բուժման մեթոդն է, որը որ հնարավորություն կտա այս հիվանդությունը վաղ փուլում բուժել եւ ապահովել երկար ապրելիության ցուցանիշներ։ Հիշեցնենք 2022-ից հիվանդության վաղ հայտնաբերման, կանխարգելման եւ մահացության ցուցանիշների նվազեցման նպատակով մեր երկրում գործում է քաղցկեղի այս տեսակի սկրինինգային ծրագիր։ Դրա վերջին փոփոխություններով ախտորոշում ունեցող եւ դիսպանսերային հսկողության տակ գտնվողների 35-ից 75 տարեկան ազգականները, կենսաբանական ծնողները, երեխաները, հարազատ քույր-եղբայրները եւս հանդիսանում են դրա շահառու, հաշվի առնելով, որ վերջիններիս կոլորեկտալ քաղցկեղի զարգացման բարձր ռիսկայնության խմբում են։ Գիշերը գազ կընկնես մեջը։ Մասկին գնման մեջը։ Վանաձորում գտնվող այս շենքը, որը նախկինում հանրակացարան է եղել, վթարային է։ Ամեն պահի կարող է փլուզվել։ Բնակիչներն էլ ահուսարսափով են ամեն օր քնում ու արթնանում։ Նայ, ջուրը ընդերից թափում է։ Բանձերի մեկը ընդերան ջուրը թափել։ Այս պանելի արանքից է ջուրը թափում է։ Լագանները տակին դրա ջուրը դուրս տալու։ Ամուսիններով երկու երեխով այս 18 քառակուսու մեջ իրանք կգան այստեղ փոքր ապրեն, այս փոքր սենյակը նեղված, ոչ մի հարմարություն չկա, էփելա, թափելա, լվանց կա, լողանալ, ասավ այս մի սենյակի մեջ։ Մենք որպես մարդ գոյություն չունենք իրանց համար։ Ինչա մենք էլ մեր մասշտաբորել մարտել ենք ու բան չենք, ինչ անենք, չասիվ մարդիկ են, ինչա։ Ոչ մի բանից չենք օգտվել, ոչ մի օգնություն ցույց չեն տալի։ Քաղաքացիները Լոռու մարզպետարանից եւ Վանաձորի քաղաքապետարանից գոհ են, ասում են, մինչեւ հիմա ինչով կարողացել օգնել են, բայց շենքում ապրելն ամեն օր ավելի վտանգավոր է դառնում։ Պատերը իրարից հեռացել են, բետոնը քայքայվել, հատակն էլ ամբողջովին վնասված ու ճակճկված է։ 40 տարի աշխատել եմ պետության մա, բայց ոչ մի բան դες չեմ դարել։ Պատվալները իշն ենք նայեք, թե այն ինչ պանելի վրից ընկած է, ջուրը տափում է, սախսեց գոբոր ցնած պատերը կարելի ասել, շատ վատ վիճակում է։ Ինչքան ուզում ա դու մի մեջը որ ինքը հոտած։ Մեր դիմումը, մեր խնդրանքը, մեր բողոքը մեր կառավարությունը։ Մեր քաղաքապետարանը դրել այդքան հարց չի, որ կարողանա շենքը վերակառուցել մեզ ապահովել։ Դե 34-54 բնակիչ ունենք, չենք կարա միանգամից մեր համայնքապետարանը այս հարցին լուծում տա։ Դա պետք է գա վիրևներից այդ հարցի լուծումը, որ մեր պատկան մարմինները կարողանան այդ հարցին լուծում տա։ Վանաձորցիներն ասում են գնալու տեղ չունեն, կառավարությանն են դիմում նաև Նիկոլ Փաշինյանին իրենց տնով ապահովելու համար։ Շիրակի մարզի Աշոց խոշորացված համայնքի կրասար բնակավայրում անասունների բրուցելոզի դեպքեր են արձանագրվել։ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մարզային տեսուչները խոշոր եղջերավոր կենդանիներից վերցրել են արյան անալիզներ։ Ֆերմեր կա, որ 50 գլուխ կով ունի, 37-ը բրուցելոզով։ Դեգանից ասեցին կովերի մեջ բրսիլոս կա։ Գումա եկանք նայեցինք այդ կովերը ծախել եմ, այդ մեկը ծախել եմ, կովերը 5-ը ծախել էի։ Այդ կովի գլուխը կդնես բերես։ 39 հատից առել են վերցրել են արուն,
որից 33 հատը հանել են հիվանդ։ ՍԱՏՄ աշխատակիցները ֆերմերներին հայտնել են, որ բրուցելոզով վարակված կենդանիները պետք է հարկադիր սպանդի ենթարկվեն։ Սպանդանոցները, սակայն, հիվանդ կենդանու միս ներժան գնով են տանում։ Գյուղում կովերի ծնի շրջանն է։ Հանել են թուղթը ցույց կտան 15 օրվա ընթացքում պետք է մաքրեք։ Սպանդի հարցն է քննարկում, թե ոնց են կազմակերպելու, կամ այսօր կամ վաղը կտեղեկացնեն էլի։ Չենք սկսել, բայց այսօր կամ եկուց 250 գլուխ ես չգիտեմ, էժան է, թանկ է, ես դա ընդանուր չգիտեմ, ոնց են կազմակերպելու։ Նկատիկով երևի հարմար կլինի էլի գյուղացում։ Ֆերմերներից մեկն էլ պատմում է, որ դեկտեմբերին իր ֆերմայի անասուններից արյուն են վերցրել, պատասխանել, որ անասունների մոտ հիվանդություն չկա։ Փետրվարին, սակայն, անալիզի արդյունքները դրական են եղել։ Նեսը կաբաց կովեր։ Ինչ կաբան, այդ ամիս սկիզբից 10 կովեր լավ պերսիլոս։ Դիք ինչ հասկանան։ Մեկ կողմից սննդի տեսչությունը կսե հավրանքը պետք է հանես մորտես, մյուս կողմից է բանկը եկել է վաշկիրը կուզե։ Անասնաֆերմա կա, որտեղ բոլոր կովերն ազնված ցեղ են։ Ֆերմերը վարկ է վերցրել եւ շվից տեսակի կովեր գնել։ ՍԱՏՄ աշխատակիցները նրան էլ ասել են, որ անասունները պետք է մորթվեն։ Շիրակի մարզի մեծ Սեպասարի վարչական ղեկավար Գարիկ Ավետիսյանը հայտնել է, որ իրենց գյուղում հիվանդություն չկա, սակայն մեկ ամիս առաջ բրուցելոզի պատճառով 2-3 գլուխ անասուն են սպանդի ենթարկել։ Էկոնոմիկայի նախարարությունից հայտնեցին, որ ձևավորվել է աշխատանքային խումբ։ Աշխատանքային խմբի շրջանակներում մարզային այցեր են նախատեսված։ Վնասի փոխհատուցման մասով բոլոր սցենարներն էլ նախարարությունում քննարկվում են։